Ես կուզենայի ավելացնել, որ այս հանդիպումների իմաստը, հիմնական իմաստը հետևյալն է։ Դուք բոլորդ ականատես եք լինում քարոզյանների չորեքշաբթի օրերին, ոնց է Նիկոլ Փաշինյանը իրան դրսևորում ընդդիմության նկատմամբ։ Դուք տեսնում եք վերաբերմունքը ԿՊ-ական պատգամավորների ընդդիմադիրների նկատմամբ ընդհանրապես եւ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ մասնավորապես։ Այդ լկտի պահվածքի ականատեսը բոլորս լինում ենք։ Բայց դա տեղի ունենում այն պատճառով, որ բանավեճը ընդդիմություն եւ իշխանություն ինքը առարկայական չի։ Սա իմպիչմենտի գործընթաց է։ Սա միակ process-ն է, որը այնքան հզոր է իր գաղափարական հենքով, որ ԿՊ-ական պատգամավորին եթե ինքը հնարավորություն ունենար գար ենթադրենք այդտեղ ու ծաղրեր նույն լկտի պահվածքը դրսևորեր կաներ ԿՊ-ական պատգամավորին միայն մի բան է մնում այդ հիմնավորումներից հետո կամ գալ ասել հայտարարել տեսախցիկների առաջ որ ինքը թքած ունի սահմանադրության վրա կամ ընդունել որ միանում է Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին քանի որ հիմնավորումները պարոն Էդգար Ղազարյանի բերած իրանք երկաթ բետոնյա հիմնավորումներ են հասկանում եք իրանք այս դուգող փիսոք հաչալ շուն բնույթի այսպես խոսակցություն չեն հետևաբար ԿՊ-ական պատգամավորներին ոչինչ չի մնում քան այսպես փախոստի դիմել մենք իրանց տարածքում ենք չեն գտնվում ազգային ժողովում մենք մեր բանում չեն գտնվում խաղում կամ մեր տանը չեն գտնվում հա իրանք հայտարարում են մենք գրանցվում ենք պարոն Ղազարյանը գրանցվում է գալիս է ու իրանք չեն գալ իրանք իսկ նախաձեռնած հանդիպումների չեն գալ ես ուզում եմ անպայման շեշտել որպեսզի հանրության համար ընկալելի լինի ինչի չեն գալի որովհետև կրկնում եմ կամ պետքա տեսախցիկների առաջ ընդունեն որ իրանք խախտում են սահմանադրությունը եւ թքած ունեն սահմանադրության վրա դա բառացի պետք է ընդունեն կամ պետքա կատարեն սահմանադրությամբ նախատեսված գործողություններ հետեւաբար նախընտրում են փախնել եւ չգալ շնորհակալություն այսքան էզում Դե ասեմ որ քաղաքացիների ընդունելությունն ըստ կարգի չի անցկացվում միայն հուլիս եւ օգոստոս ամիսներին հավանաբար եկող շաբաթվա սկզբին կհայտարարվի հունիս ամսվա ժամանակացույց ընդունելությունների ես հիմիկվանից ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել որ ես գրանցվելու եմ բոլոր հանդիպումներին ընդունելությանը եւ փոխնախագահների եւ ուրեմն հանձնաժողովների եւ կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ հայտարարությունը լսելուն պես զանգահարել այդ հեռախոսահամարով եւ բոլորը գրանցվել ընդունելության այսինքն ես ակնկալում եմ որ հունիս ամսին ընդունելության պետք է գամ այլևս ես ոչ թե մենակ այլ 10 հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին իրանք կարող են գալ այստեղ տեղում հրաժարվել ընդունելությունից ես միայն մտնեմ ընդունելության բայց բոլորս պիտի գանք որ իրանք հասկանան որ իրանք մեզնից փախնելու տեղ չունեն, իրենք հանրային ծառայողներ են, ունեն պարտականություններ, իրենց պարտականությունները կատարելու եւ մենք որպես քաղաքացի պահանջելու ենք, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն։ Շնորհակալ եմ։